Որ ես ամեն ինչը չետա մարտի մեկին, իրանցին ա դու պետք կլնի, կնստենք կաշխատենք, մարտի մեկը կանցնի, էլի կհելնենք։ Ուրեմն լսեք ասեմ, ես մի ամիսը, ես չեմ ասում տարվա կտրվածքը, հարկային ոտնձգություններ, բարիս բուն իմաստով հարկային ոտնձգություններ չի լինելու։ Ես մոտակա 15-20 օրը որ հաստատ, միջև ուրեմն սենց ասեմ, մեխանիզմը սենց է, եթե այսօր մեզի պատասխանը տվին դրական, ավելի լավ, եթե տվին ասենք ոչ դրական, ոչ բացասական, ասինքն ընդեղ փոփոխություններ բաներ ելնելու է, բայց էդի ժամանակ է պահանջում, էդի բնական է։ Այդ ամեն ինչ ելնելու է, գույքագրումը հանելու են սրանք, որտեղ ասի հասկանում են, որ ժողովուրդը չի թողի իր անձնականը տանի հարկայինի ջեբը դնելու, էդի միանշանակ։ Հարկայինն էլ գիտի, որ այսօր արդեն ինքը չի կարա մեր այդ տոնով խոսա, ոնց որ առաջ էր խոսում։ Ուրեմն գույքահարկը հանվելու է, եթե չհանվել, էլի մեր պայքարը շարունակվելու է, բայց այս մարտի մեկի հետ կապված էլ եմ ասում, եթե պետք է կելնենք կաշխատենք, մարտի մեկը կանցնի իր հետևանքները, եթե ունենա չունենա, մեզ եդի չի հետաքրքրում։ Մարտի մեկը կանցնի, մենք էլի ոտի կելնենք։ Մեր այս ամեն ինչը լրիվ ուրիշ աստար են տալիս, թե պետք չի, ես խնդրում եմ էլի ժողովուրդ, ասենք, ես որ ասում եմ, ես ասում եմ ձեր համար, իմ համար էդի ես չեմ ասում։ Ես ձեր համար եմ ասում։ Մի մուծենք։ Բայց էլ եմ ասում, եթե մարտի մեկով ինչ-որ մեկին ստեք ապին, ուրեմն ասեք ես մեր սաղ առաջին Սա մահանա են անում, որ ծվրվենք, էդքան մի բան։ Դե մեկ էլ էդ մահանին չենք տա իրանց։ Հա, առիթը չենք տա։ Մենք ոչ մեկս մարտի մեկի հարց չենք կապում սրա հետ։ Իսկ մարտի մեկի հարցը չի, սոցիալական հարցը։ Մեր գրպանների հարցն է։ Ինչ մարտի մեկ է իրանք սարքել են, որ ժողովուրդը ծվրվեն, սառեն, անջատվեն, պակասեն, քչանան ու հարցը փակված է։ Այնպես այսքան ժողովրդին ինձ թվում է անտեր չեն թողի, անպատասխան, որտեղ ժողովուրդը սա ուզում են հարկվեն, հարկով աշխատեն, պետությանը փող տան։ Համեն իրանք իրաց տունը փող տանեն։ Այդքան բան, ոչ մի բան։ Bravo.